Սերնացանի առակը, ահա սերնացանը ելավ սերմանելու, երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, և երկնքի թռչունները եկան ու դրանք կերան, իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով, բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան, ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին, իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին, մեկը 100-ապատիկ, մեկը 60-ապատիկ և մեկը 30-ապատիկ, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Ինչու ես նրանց հետ առակներով խոսում»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ, որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Դրա համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում և ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում։ Եվ նրանցով է իրականանում Եսայի մարգարեությունը, որ ասում է. «Շարունակ կլսեք ու չեք հասկանա, անդադար կնայեք ու չեք տեսնի, որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր լսեցին, և իրենց աչքերը փակեցին, որ երբեք աչքերով չտեսնեն, և ականջներով չլսեն, և սրտով չիմանան ու դարձի չգան, և նրանց չբժշկեմ։ Բայց երանի ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսեցին այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։ Արդ դուք լսեք սերնացանի առակը։ Ամեն ոք, ով լսում է արքայության այս խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը։ Ճանապարհի եզերքին սերմանվածը սա է, քարքարոտ վայրերում սերմանվածը նա է, ով խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է այն, բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է։ Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում։ Իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում ու պտուղ է տալիս, մեկը 100-ապատիկ, մեկը 60-ապատիկ և մեկը 30-ապատիկ։